Բարի գալուս նյուզեմ, եթերում ուժի գործոն է, իմ զրուցակիցը վերլուծաբան Արգիշ Տիկիվիրյանն է, պարոն Տիկիվիրյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Իրավիճակը կրկին լարվում է, Ադրբեջանը արդեն քանի օր է շարունակապատ տեղեկատվություն է տարածում, պնդում թե հայկական կողմը գնդակոծում է իրենց դիրքերը եւ դա այն ֆոնին, որ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել եւ վերջին երկու վիճահարույց կետերն էլ Հայաստանը ընդունել է եւ Ադրբեջանի պահանջին համաձայնվել է։ Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը, որ հանկարծ կարծես թե անակնկալ ձևով Հայաստանը այդ երկու կետերին էլ համաձայնվեց եւ Փաշինյանը անընդհատ ասում է, որ պատրաստ է ստորագրել Ադրբեջանից, սակայն սրում են վիճակը ու ասում են դեռ սահմանադրությունը փոխեք կտեսնենք։ Ինչ է կատարվում։ Նայեք, հերթով պատասխանեմ, այնպես չի, որ Հայաստանը համաձայնվել է երկու կետերին, Հայաստանը համաձայնվել է բոլոր կետերին, բանակցություններ որպես այդպիսին տեղի չեն ունեցել, Ադրբեջանը ինչ պահանջներ ներկայացրել է, Հայաստանը ինչ-որ ժամանակ ձգելով, սակայն հերթականությամբ, բոլոր այդ կետերը խելոք ընդունել է, և վերջի այդ երկու կետն էլ փաստորեն ինչպես տեսակ ընդունեց։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Բանակցություններ լինում են հենց որ երկկողմանի կետեր են լինում։ Մինչ օրս մենք չլսեցինք այդպես էլ, որ ադրբեջանական կողմը հայկական կողմի որևէ առաջարկ ընդունի։ Իրանք համարում են, որ Հայաստանը պարտված է, Հայաստանը չունի որևէ ռեսուրս։ Եվ ամեն ինչ քամելու են։ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որը հանուն իր իշխանության պատրաստ է ցանկացած զիջման, եւ իրենք, այսպես ասած, դրանից առավելագույնը օգտվում են։ Նայեք, Բաքուն հոյակապ հասկանում է, որ փաստորեն իրենք են ձևավորում Հայաստանի իշխանություն։ Իրանցից է կախված, այսպես ասած, թե ով կլինի Հայաստանում իշխանության։ Որպեսզի սա հստակ լինի, ես ուղղակի մի հատ, այսպես ասած, միտք արտահայտեմ, որ ինձ թվում է բոլորը կհամաձայնվեն, ով լուրջ տրամաբանություն ունի։ Նայեք, եթե Բաքվին պետք լինի, որ Նիկոլ Փաշինյանը չլինի, ինքը ընդամենը գերտերություններին կասի, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանրապես չեմ բանակցելու։ Եվ հավատացեք, գերտերությունները հաշված օրերի ընթացքում կստիպեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ, որովհետև այս պահին իրանցից ոչ մեկին պետք չէ այստեղ հակամարտության օջախի բռնկում։ Հասկանում եք։ Բաքուն հոյակապ այդ գործիքակազմին տիրապետում է, ինքը հասկանում է, որ իր ամեն գործողություն կամ Բաքվում արտահայտած միտք, ինչպիսի արձագանք է ունենում Երևանում, այս կամ այն ձևով, ինքը այդ ամեն ինչը հաշվարկել է եւ ինքը այդ գործիքակազմը առավելագույնը օգտագործում է։ Ինքը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու չմնալու հարցը լուծվում է իրանց մոտ։ Իրանք, այսպես ասած, այդ կապակցությամբ իրենց քայլերը շարունակելու են։ Որպես այդպիսին ադրբեջանական, հիմա վերադառնանք բուն խնդրին, որպես այդպիսին ադրբեջանական կողմին խաղաղություն պետք չի։ Դրա համար իրենք որևէ առումով չեն շտապում ստորագրել այն անգամ, այն բոլորը, որ իրանք առաջադրել են եւ Նիկոլ Փաշինյանը խելոք ընդունել է։ Իմ ունեցած տեղեկություններով պայման է դրվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայանա Բաքու եւ Բաքվում ստորագրի դա։ Նիկոլ Փաշինյանը փորձել է Մոսկվայի միջոցով հասնել նրան, որ ուրեմն մայիսի 9-ին, որտեղ մեկնելու է եւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլխամ Ալիևը Մոսկվայում ստորագրվի։ Իհարկե ռուսական կողմին համար դա, այսպես ասած, մեծ նվեր է, որովհետեւ եթե որ հարթակում ստորագրվում է, այդ հարթակն էլ կոպիտ ասած լինում է ասողը։ Ինչի է Բաքվին պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայանա Բաքու։ Բացի նրանից, որ այնտեղ, այսպես ասած, իրենք առիթը բաց չեն թողնի մեկ անգամ եւս արդեն այսպես դեմ առ դեմ նվաստացնելու Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է, այսպես ասած, Հայաստանի լիակատար կապիտուլյացիա, որովհետև հենց որ կանչում են քեզ հաղթողի դուռը եւ դու խելոք գնում եւ այնտեղ քո ստորագրությունը դնում ես, դու ֆիքսում ես քո վերջնական կապիտուլյացիան։
Հիմա, բայց ռուսական կողմի համար էլ նվեր կլինի, եթե ռուսական հարթակում դա ստորագրվի, այս կապակցությամբ է, որ Պուտին-Փաշինյան խոսակցությունից հետո Բաքու ուղևորվեց Մատվիենկոն, հավանաբար նրա համար, որպեսզի տեղում, այսպես ասած, զոնդաժանի իրավիճակը տեսնի հնարավոր է արդյոք Իլխամ Ալիևին դա համոզել։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին լարվածությունը դրան չի խանգարել։ Նայեք, ռուսները հենց փորձում են այդ վերջի լարվածությունը մեղմել։ Այդ կապակցությամբ, օրինակ, Չեչնիայի նախագահան ներողություն հայտնեց, ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստ է կոմպենսացիաներ տրամադրել, ռուսական կողմը հայտարարեց, որ քննարկում են Մոսկվայում Հեյդար Ալիևի արձանի տեղադրման հարցը, իրենք գիտեն դա, որ ուրեմն Ալիևների կլանի համար դա ունի, այսպես ասած, հեղինակային սակրալ նշանակություն ամեն տեղ, որտեղ Ադրբեջանը մտնում է, պարտադիր Հեյդար Ալիևի արձանը տեղադրում է որպես իր թալիսման, ուրեմն Մատվիենկոն այցի շրջանակներում նույնպես հայտնեց ներողություն, նույնպես ֆիքսեց այդ արձանի տեղադրման հարցի քննարկումները, դա հրապարակային մասն էր, իսկ ոչ հրապարակային մասը դա կլինի զոնդաժը, թե արդյոք հնարավոր է, որ ռուսական կողմը հասնի դրան, որ մայիսի 9-ին Մոսկվայում կարողանա հասնել այդ ստորագրմանը, որովհետև եթե մայիսի 9-ին էլ դա չստորագրվեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի համար կլինի ահռելի մեծ փրկություն, այսպես ասած, Բաքու չմեկնելու եւ ինչ որ ձևով իրավիճակից դուրս գալու, սակայն Իլխամ Ալիևը այդ, նայեք, իբր թե սահմանային լարվածություն մասին մշտապես հայտարարություններով, ակնհայտ է, որ Իլխամ Ալիևը չի շտապում որևէ ձևով դա ստորագրել։ Ուրեմն դուք որպեսզի պատկերացնեք այս ստրատեգիան, նայեք, վերջերս իր ելույթներից մեկում Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Խական Ֆիդանը, որը երկար ժամանակ ղեկավարել է Թուրքիայի հատուկ ծառայությունները ՄԻՏ-ը, այսպիսի մի միտք արտահայտեց։ Ասեց, հատուկ ծառայություններում կա ընդունված մի ստրատեգիա, որ հենց որ մենք անում ենք մեկ քայլ առաջ, մեր հետևը ականապատում ենք։ Հիմա Ադրբեջանը ղեկավարում է մի մարդ, ում հայրը երկար տարիներ եղել է հատուկ ծառայությունների ղեկավար, Հեյդար Ալիևը, եղել է KGB-ի գեներալ, երկար տարիներ մինչև Ադրբեջանի ղեկավար դառնալը ինքը եղել է Ադրբեջանի KGB-ի ղեկավարը, ինքը եղել է ՍՍՀՄ-ի KGB-ի առանցքային դեմքերից մեկը, բազմաթիվ ուրեմն տարածաշրջանային շարժումներ, այդ թվում եւ քրդական շարժումման, այսպես ասած, ստեղծողներից մեկը։ Եվ պարզ է, որ Իլխամ Ալիևը այդ նույն ստրատեգիան, որ հենց որ մի քայլ առաջ ես անում եւ հետևդ ականապատում ես, ինքը հոյակապ կյանքի է կոչում։ Դրա համար իրանք հայտարարեցին, որ ուրեմն կետերը համաձայնեցված են, բայց ոչ շտապում են ստորագրել եւ հակառակը ամեն ձևով ուրեմն ստեղծում են մի պատկեր, որ իբր սահմանում կա հայկական կողմից խախտումներ եւ այդ պարագայում ինչ ստորագրման մասին է խոսքը։ Բացի այն, որ Ադրբեջանը չի շտապում ու սրանով փորձում է ձգձգել, կա ձեզ հավանականություն, որ Ադրբեջանը քննարկում է կամ մտադիր է ռազմական ճանապարհով ենթադրենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել եւ Փաշինյանն էլ դրանից ելնելով օր առաջ այդ երկու կետին էլ է համաձայնվել ու փորձում է դա կանխել։ Նայեք, ես ձեզ մի բան ասեմ, Ադրբեջանի հարձակումը բացարձակ կապված չի այդ փաստաթղթի հետ։ Անկամ ուզում եմ այդ փաստաթուղթը ոչ միայն համաձայնեցված լինի, այլ ստորագրված լինի։ Եթե Ադրբեջանը որոշեց հարձակվել, ինքը կհարձակվի։ Որևէ փաստաթուղթ ներկա եւ տարածաշրջանային եւ համաշխարհային
իրավիճակում որևէ դեր չունի։ Աշխարհը մտել է մի վիճակի մեջ, երբ գործում է ուժի իրավունքը։ Դա բոլորը տեսնում են։ Ոչինչ չի խանգարում Թուրքիային մտնեն Սիրիա, Իրաք, Իսրայելին մտնեն Սիրիա։ Մնացած մենք տեսնում ենք տարածաշրջանային մնացած պետություններ, նույն ասենք Ռուսաստանի մտնել Ուկրաինա։ Դրանք դրա բոլորը այդ ամեն ինչի ապացույցն են։ Եվ Ադրբեջանը համարում է, որ ոչ մեկից պակաս չի, առավել եւս ինքը ըստ իր պատկերացման կարողացել է ջախջախել հայկական կողմին։ Ինքը ուղղակի, նայեք, ինքը սպասում է հարմար առիթի։ Հարմար, որովհետև վերջի վերջո ինչքան է որոշակի առումով Իլհամ Ալիևին աստղային հիվանդություն տարել է, իսկ դա կնայտերևում է, ինքը ցուցաբերում է դասկուշավորություն։ Հարմար առիթը կարող է լինել Իրանի վրա հարվածը։ Եթե ասենք Իրանի ուղղությամբ լինի ոչ թե ինչ որ գիտեք ոնց է շարքային հարված, այլ գլոբալ Իրանի կազմականման խնդիր դրված լինի, ապա Ադրբեջանը այդտեղ ունի իր գործառույթը հյուսիսից կոպիտ ասած փակել ամբողջովին Իրանը վերցնել վերահսկողության տակ, կտրել Իրանի այդ ճանապարհը Հայաստանով դեպի արտաքին աշխարհ։ Այդ պարագայում ինքը ոչ թե կգործի ինքնուրույն, ինքը կստանա այդ համապատասխան հակաիրանական ուժերի սանկցիան։ Եվ ինքը իրեն կզգա անխոցելի ցանկացած պարագայում, թե իրավիճակը ոնց կզարգանա։ Ուշագրավ էր, որ մի քանի օր առաջ, երբ Թրամփի բանագնացը Ստիվ Ուիթքոֆը Մոսկվա էր մեկնել, Ռուսաստանի նախագահի հետ էր ուկրաինական հարցով հանդիպել, դրանից հետո մեկնել էր Բաքու, որտեղ ըստ իսրայելական աղբյուրների Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջև քննարկումներ էին եղել։ Այլ մանրամասներ հայտնի չի, բայց Ադրբեջանի առանցքային դերը սրանով էլ ընդգծվում է նաեւ Իրանի շուրջ զարգացումների մասով։ Եվ վերջին օրերին հենց Իրանի շուրջ էլ իրավիճակը լարվում է։ Թրամփը Միացյալ Նահանգները հարվածներ են հասցնում Եմենի հութիներին, որոնք ընդունված է համարել, որ Իրանի կողմից աջակցություն են վայելում եւ Իրանի ձևավորած դիմադրության այդ առանցքի մի մասն է եւ Թրամփը սպառնում է, ասում է, եթե հարվածները շարունակվեն, Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն գումարած միջուկային ծրագրի մասով ճգնաժամային վիճակը Թրամփը առաջարկում է բանակցել, բայց իհարկե ամերիկյան պայմաններով, իրանց էլ ասում են, որ ճնշումներին չեն տրվելու եւ չեն բանակցելու։ Ինչ է կատարվում Իրանի շուրջ եւ արդյոք կարող է սա Իրանին հարվածելու հասցնել հենց։ Նայեք, առաջի մասով ձեր հետ համաձայն եմ լիովին, ուրեմն որ Ադրբեջանը ներկայումս այս տարածաշրջանի, այսպես ասած, ասիճն է դարել եւ դրա համար էլ անգամ ԱՄՆ-ի ներկայացուցիչը գնում է Բաքու, որպեսզի Ադրբեջանի հետ, այսպես արտահայտություն կայացած Սվերկչիսով քաղաքականության մեջ, ուրեմն որպեսզի Ադրբեջանի հետ, Ադրբեջանի իշխանությունների հետ դա կատարի։ Մնացած Հայաստանին, Վրաստանին իրանք այդ առումով տեղյակ պահելու որևէ խնդիր չունեն։ Իրանք Ադրբեջանին են դիտարկում որպես Անդրկովկասի, այսպես ասած, մինի գերտերությունը։ Առաջ տարիներ առաջ, հենց որ հայկական կողմը հաղթող էր Արցախյան պատերազմում, առաջինը կտկային Հայաստան, կամ հայկական կողմին տեղյակ կբային։ Սա է ցավոք սրտի իրականությունը։ Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանին մի քանի ուղղությամբ է, այսպես ասած, մի քանի հարց է քննարկվել։ Առաջինը այս տարածաշրջանի ընդհանրապես ճակատագիրը, որովհետև Պուտին-Տրամփ բանակցությունների արդյունքում մենակ Ուկրաինայի ճակատագիրը չի որոշվում է։ Ոնց որ Յալտայում գոտիների վերաբաշխում, այո, տեղի ունենալու գոտիների դերերի վերաբաշխում եւ եթե հնարավոր լինի ապագայի համար նաեւ միասնական նոր աշխարհակարգի կանոնների սահմանում եւ երաշխիքներ, թե ոնց է դա կանոնները գործելու, կատարվելու, ով ինչ պարտավորություն ունի պահպանելու։ Դա մեկ, երկրորդը իհարկե իրանական խնդիրն է, որովհետև ուրեմն ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է, որպեսզի արդյունքի հասնի եւ ստիպի Իրանին գնալու զիջումների,
ինքը պետք է առավելագույնը Իրանին շրջապատող երկրներին ներգրավի իր ճամբարում։ Դրանից զատ կան խոսակցություններ մամուլում հայտնվեցին, որ այդ այցը պայմանավորված է նաև նրանով, որ ամերիկյան կողմը փորձելու է խորացնել Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները եւ Ադրբեջանի հետ քննարկվում է, որ Ադրբեջանը նույնպես Իսրայելի հետ ստորագրի այսպես կոչված այն պայմանագրային մոդելները, որը ստորագրվում է արաբական աշխարհի հետ, Աբրահամյան համաձայնագիրը։ Ադրբեջանը իհարկե արաբական պետություն չի, բայց մամուլում հայտնվել է այն տեղեկությունները եւ ոչ մեկը չի երկել մինչ օրս, որ Վաշինգտոնը փորձում է Բաքվին ստիպել, որպեսզի Բաքուն նույնպես դա ստորագրի։ Չնայած Բաքվին ստիպել պետք էլ չի, որովհետեւ շատ սերտ հարաբերություններ ունեն, այդ հարաբերությունները գնալով ավելի են խորանում, ընդամենը հաշված օրեր առաջ Բաքուն Իսրայելից ադրբեջանական Սոկար ընկերությունը ստացավ իրավունք Իսրայելի այդ ծովափնյա հատվածում իրականացնել գազի պաշարների հետախուզություն եւ ըստ դրա պարզ է որ հետախուզության արդյունքում նաեւ ինքը եթե իսկ այնտեղ կա գազ հայտնի փաստ է դրա շահագործմանը արդեն կմասնակցի իսկ դա արդեն Ադրբեջանի համար այսպես ասած բավականին մեծ նշանակություն ունի այսինքն որպես այդպեսին Ադրբեջանին դա համոզել պետք չի Իրանի մասով մեծ հաշվով ներողություն հիմա վերադառնամ Իրանին որ հիմնական ձեր հարցին նայեք Իրանի հետ կապված ուրեմն ակնհայտ է որ իմ համար ակնհայտ է որ ուգրեթե վստահ եմ որ ներկա փուլում տեղի ունենանում Իրան-ԱՄՆ գերգաղտնի բանակցությունները այն ինչ որ այդ սպառնալիքները հնչում են հենց դա ցույց են տալիս որ այդ կոշտ լեքսիկոնը որ հնչում է դա ցույց է տալիս որ իրականում տեղի ունենում բանակցություններ բավականին գաղտնի եւ բավականին ինտենսիվ նայեք դա Տրամպի տակտիկան է դուք պետքա դա հասկանաք ինքը շատ բարձր պլանկա է վերցնում ինքը նու ժողովրդական մի հատ խոսք կա չէ մի քիչ փողոցային է բայց բավականին դիպուկ է ասում եմ մարոզ է անում դրանից հետո փորձում է այսպես ասած արդեն հենց որ տեսնում է կողմը ինչի է ընդունակ պինդա նստած թույլ անստած, հետո արդեն ձևակերպել իրական բանակցությունները, իրական դաշտը։ Հիմա կարող է մտած, ասենք, ոնց է, չէ, այդ մարոզ անելու process-ում կողմը կարող է շատ արագ կոտրվի, որ պետք է չլինի բանակցություն։ Ուղղակի Իրանը իհարկե այն կողմը չի, որը այսպես ասած կարող է հեշտ կոտրել։ Ինքը ունի հազարամյակների քաղաքական փորձ, դիվանագիտական փորձ, ուղղակի ինքը նաև հասկանում է իրավիճակի լրջությունը։ Գիտեք ոնց է այս գաղտնի բանակցությունների արդյունքներից կախված կլինի ուրեմն տարածաշրջանի ճակատագիրը։ Նայեք, նույն Իսրայելին շատերին թվում է, որ Իրան ձեռատալիս, ասենք, բնաջնջել Իրանը, բայց Իսրայելին շատ ավելի ձեռատալիս Իրանին ունենալ որպես դաշնակից։ Նայեք, կա տարածաշրջանային, նու Իսրայելի կողքը կա տարածաշրջանային 3 տարածաշրջանային գերտերություն։ Եգիպտոս, Թուրքիա, Իրան։ Իսրայելը իր պատմության ընթացքում, այս նորօրյա պատմության ընթացքում միշտ փորձել է մեկի հետ գոնե դաշնակից լինել, ընդդեմ մյուսների։ Օրինակ, մինչև իրանական հեղափոխությունը ինքը շատ արդյունավետ դաշնակցել է Իրանի հետ։ Անկամ իրանական հեղափոխությունից հետո շատ արդյունավետ դաշնակցել է Իրանի հետ։ Ուղղակի այդ մասը շատերը տեղյակ չեն։ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ
Իսրայելը զենք էր մատակարարում Իրանին, արևմտյան որ զենքը Իրան հասնում էր ուրեմն Իսրայելի միջոցով։ Իրենք համատեղ կարողացան անգամ նայեք Իսրայելը հենց որ ռմբակոծեց Իրաքի տարածքում ատոմային ռեակտորը, դա եղել է կարելի ասել շատ կոպիտ իսրայելա-իրանական համատեղ օպերացիա։ Համաձայնեցված պահին Իրանը իրականացնում է զանգվածային հրթիռակոծություն, ծանրաբեռնում է Իրաքի ՊՎՕ-ն եւ դրանից է օգտվում Իսրայելը եւ կարողանում է հասնել եւ ռմբակոծել Բաղդադի մերձակայքում ֆրանսիացիների կողմից կառուցվող այդ ատոմային ռեակտորը։ Այդ համագործակցությունը տևել է, եթե հիշողությունս չի դավաճանում, մինչև 1989 թվականը։ Դադարեցվել է այն ժամանակ Իրանի ռահբար Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, բայց մինչ այդ անգամ հեղափոխությունից հետո իրանք բավականին արդյունավետ համագործակցել են։ Ուրեմն հիմա Երուսաղեմի թեման Իրանին ընդամենը կան բազմաթիվ իհարկե խնդիրներ, բայց խնդիրներից մեկը սուննիտական աշխարհի վրա այդ ազդեցությունը ունենալն է։ Բայց այս պահին, եթե դուք նայեք, ուրեմն շատ կտրուկ սրված է ուրեմն Իսրայել ու գնալով ավելի է սրվում Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, բավականին վատ վիճակում են Իսրայել-Եգիպտոս հարաբերությունները։ Եվ այս պարագայում ընդ որում Իրանի ուրեմն ստրատեգիայում դա դրված է, որ ինքը միշտ այս երեք տարածաշրջանային գերտերությունների մեկին պետք է գրավի իր կողմը։ Իրանը նայեք Սիրիայից դուրս է եկել, իսկ Սիրիա է մտել Թուրքիան, այսինքն կարելի է ասել առաջի անգամ Թուրքիան եւ Իսրայելը հասել են իրար։ Իսկ հաշվի առնելով թուրքերի ամբիցիաները ու հայտարարությունները, կապ չունի, որ իրանք այսօր Իսրայելի հետ ինտենսիվ առևտրի մեջ են։ Հենց որ, այսպես ասած, իրենց քաղաքական առումով պետք լինի, իրանք մի վայրկյանում դա կդադարեցնեն։ Թուրքերի ստրատեգիան այդ առումով, այսպես ասած, միանման է իրենց պատմությունը, եթե ուսումնասիրեք, դա կտեսնեք։ Եվ դրա համար Իսրայելին շատ ավելի ձեռնտու է փորձել հասնել նրան, որ այսպես ասած գոնե վերադարձնեն այդ Իրանի հեղափոխությունից հետո եղած ժամանակահատվածը, այսինքն հրապարակային իրար կարող են ամեն ինչ ասել, բայց մնացած առումով համակարգեն իրենց գործողությունները ընդդեմ սուննիտական աշխարհի, այդ թվում եւ Թուրքիայի։ Դրանով է պայմանավորված, որ նայեք, բոլոր կողմերը, եթե նայում, երկու կողմն էլ եթե նայում եք, իրանք փորձում են նույն այդ ԱՄՆ-ն սպառնում է, բայց իրականում բանակցում է։ Հանում եք։ Իրանք ուղղակի, այսպես ասած, ներկայիս աշխարհակարգում, երբ չկան որևէ երաշխիքներ, իրենք փորձում են ստեղծել գոնե ինչ-որ պայմանավորվածությունների երաշխավորման բազա, ինչը դեռ չի ստացվում։ Այսինքն ավելի հավանական եք համարում, որ կարող են Միացյալ Նահանգներն ու Իրանը ինչ-որ բան պայմանավորվել, թե ամեն դեպքում ռազմական սցենարը չի բացառվում։ Նայեք ոնց է, ռազմական սցենարը եկեք ցանկացած պարագայում չբացառենք։ Ուղղակի դա, այսպես ասած, երևի վերջի տարբերակը դիտարկենք։ Դեռ գնում են բանակցություններ։ Ընդ որում նայեք, սկզբից տեղի ունեցավ, հիշեք, Տրամպի նամակը, կոշտ որ էսա եւ կա։ Խոմեյնին պատասխանեց հաջողություն հրապարակային։
եթե շատ կոպիտ ասեմ։ Իրանի ներսում էլ զարգացումներ։ Նայեք, 3 նախորդին 3 հենց Տրամպը ասեց, որ 2 ամիս ժամանակ է տալիս։ Բայց առաջին ամակում ժամանակ էլ չկար, որ 2 ամիս ժամանակ է տալիս։ Այսինքն սա նշանակում է, որ գնում են բանակցություններ։ Կողմերը դեռ հույս ունեն բանակցություններով հասնել ինչ-որ արդյունքի։ Իսկ Իրանի ներսում գիտեք ոնց է, ամենամեծ խնդիրը դա տնտեսականն է։ Իսկ տնտեսական խնդիրները առաջացնում են նաև եւ սնում են մնացած բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում եւ էթնոկոնֆեսիոնալ։ Եթե տնտեսական խնդիրները չլինեին, լուրջ տնտեսական այդ վիճակը, այն մնացած խնդիրները Իրանը շատ հեշտությամբ կլուծեր։ Հենց տնտեսական խնդիրներով է պայմանավորված, որ ինքը նստում է այդ բանակցություններին։ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից հետո ամերիկյան կողմը հաղորդագրություն տարածեց, որ երկրների նախագահները համակարծիք են եղել այն հարցում, որ Իրանը Իսրայելը ոչնչացնելու հնարավորություն չպետք է ունենա։ Ռուսական կողմից նման հաղորդագրություն նման ձևակերպամբ շրջանառվեց։ Սա ինչի մասին կարող է վկայել, հաշվի առնելով նաև Ռուսաստան եւ Իրանի միջև որոշակի ավելի սերտացած հարաբերություններն ամիսներ առաջ էր, որ պայմանագիր ստորագրեցին, եւ բանակցությունները, որոնք Ուկրաինայի հարցում են գնում։ Նայեք, այո, դուք ճիշտ նկատեցիք, այդ նախադասությունը ամերիկյան կողմում կա, ռուսական կողմում չկար, սակայն Ամերիկայի հայտարարությունից հետո ռուսական կողմը դա չհերքեց։ Այսինքն պարզ էր, որ այդ ավելի քան 2 ժամ տևած այդ խոսակցության թեմաներից մեկը եղել է Իրանը, իրանական кейսը։ Նայեք, պետք է պատկերացնել իրավիճակը ընդհանրապես։ Գլոբալ առումով այդ ժամանակ Իրանն էլ կգնի հավանաբար որոշակի առումով իրանական кейսը իր տեղը։ Ինչա պետք Տրամպյան ԱՄՆ-ին, բացի բազմաթիվ ներքին, տնտեսական, գաղափարախոսական լուրջ խնդիրներ լուծելուց զատ, ինքը հասկանում է, որ այսօր աշխարհում միակ պետությունը, որ իր ռեսուրսներով ընդունակ է, այսպես ասած, իր համար լրջագույն խնդիրներ առաջացնեն, դա Չինաստանն է։ Չինաստանից զատ կան Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա։ Դե իհարկե փոքր-մոքր բաներ կան, բայց նրանք այսպես եղանակ ընդհանրապես չեն ստեղծում։ ԱՄՆ աչքին ահաբեկչական կառույցներ են։ Հա։ Հիմա ու նաև կա, ասենք, Եվրոպային որոշակի այսպես շրջանակների մեջ դնելու խնդիր, աշխարհի մնացած հատվածների իրար մեջ կիսելու խնդիր։ Այս պարագայում Տրամփ-Ռուսաստան ուրեմն բանակցությունների առանցքը երևում է իբր Ուկրաինան։ Բայց Ուկրաինան դա ընդամենը, գիտեք ոնց է, դա Իողակն է։ Դա ոչ թե անգամ ինքը հետևանք է։ Ինքը պատճառ չի։ Պատճառը այս կոնֆիգուրացիայի ստեղծումն է։ Թե չէ ինքը հետևանք է։ Եթե իրանք կարողանում են իրար հետ, այսպես ասած, պատճառները լուծել, հետևանքին ոչ մեկը չի նայելու։ Դրա համար Զելենսկու ասացին ոչ մեկ էլ չի նայում իրանցից։ Ասում են մենք կնստենք մեր հետ մեր միջև կլուծենք, էլի։ Ում է վերջում կկանչենք կընդունես չես ընդունի, դա քո խնդիրն է։ Հիմա այս պարագայում Տրամփին բացի Ռուսաստանի հետ մի շարք խնդիրներ լուծելուց, իրան պետք է Ռուսաստանին փորձել կտրել Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ Չինաստանից։ Սա ամերիկյան կողմի համար ունի, այսպես ասած, ստրատեգիական նշանակություն։ Ինքը հոյակապ հասկանում է, որ որպեսզի կարողանա շրջապատել Չինաստանը, տնտեսական առումով, ռազմաքաղաքական առումով, իրան Ռուսաստանը ամեն ձևով պետք է որ Ռուսաստանը լինի իր ճամբարում։ Նաև, այսպես ասած, ձեռի հետ է լուծում է այդ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հարցը։ Այլ հարց, որ Մոսկվայում իհարկե հասկանում են, որ Տրամպը մի քանի տարի հետո կարող է չլինի, ԱՄՆ-ն վերադառնա նորից իր անցյալ գաղափարախոսական ծիրի մեջ եւ Ռուսաստանը այդ պարագայում մնա մենակ։
վերջի վերջո նույն ուկրաինական ճակատում Ռուսաստանի մոտ ինչ որ բան ստացվում էր, որովհետև ինքը ստանում էր Իրանի, Հյուսիսային Կորեայի ռազմական աջակցությունը, ռազմամթերքի տեսքով, Հյուսիսային Կորեայից անգամ, այսպես ասած, զինվորների տեսքով եւ Չինաստանի տնտեսական աջակցությունը։ Եթե Չինաստանը այս շրջանում այսպես միանար հակառուսական սանկցիաներին, Ռուսաստանը, այսպես ասած, այդ պատերազմը չէր ձգի։ Եվ դրա համար Մոսկվան այսօր իհարկե փորձում է օգտագործել Տրամպի հետ այդ ձևավորված հարաբերությունները, բայց նաև չի կարող չհասկանալ, որ ինքը չի կարող կտրուկ քայլերի դիմել ընդդեմ նույն Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի։ Դա կարող է ապագայում շատ ծանր նստել իր վրա։ Շնորհակալություն պարոն Գևորյան հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էր, շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։